շատ պարկեշտ, ազնիվ, բայց սրանք գիտեք հիմա ընդհանուր բնութագրեր են եւ ես վախենում եմ, որ այս բառերը գործնականացնում են կերպարը, որը ընդհանուր շատ հմայիչ մարդու կերպար է, որը համարյա ինձ ագոնե իմ ճանաչած միջավայրում բոլորի համար նույն մարդն էր, պատրաստական, սիրալիր, անընդհատ օգնության հասնող, չնայած ինքը հազարումի օգնության կարիք ունեցող, բայց սա մարդ երևույթն էր։ Ինքը զբաղվում էր Արցախի ազգագրությամբ, գնաց Մոսկվա սովորելու։ Ես անընդհատ ասում էի, որ եկել ես հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, տեղ կա, արի աշխատիր, դու գիտնական ես։ Ես Արթուրին այդպես եմ պատկերացրել, ինչքան ճանաչել եմ եւ երբեք մտքովս չի անցել, որ ինքը իրեն կնետի այդ քաղաքականության հորձանուտ։ Արթուր Մկրտչյան տեսակը կարող է նագիտնական չլիներ, կարող է այլ ոլորտում դրսևորված լիներ, բայց ինքը կլիներ նույն գրեթե նույնն է, որովհետև իր մեջ միացած սկայց կար, միացած ձող կար, դա շատ հստակ է, որում շատ ուղիղ խոսացող էր։ Հումորով անձնավորություն էր, նաև հեշտ մերվող անձնավորություններ շրջապատի մեջ, սուր անկյունները հարթեցնող անձնավորություններ, ջերմ էր, պատրաստական էր օգնել, անընդհատ մտահոգ էր այդ հարցով, որ Բունյաթովի հորինած այդ թեզը, որ Արցախում ապրող հայերը դրանք իրապես ալբանացի էին, ոչ թե հայեր են, իրենք շատ ակտիվ շրջանառության մեջ էին դնել եւ փորձում էին համոզել ժողովրդին, որ ձեր արմատները այլ են։ Երբ խնդրեցի Արթուրին, որ մեր երեխաներին տանենք ծնողներիս մոտ, իսկ ծնողներս Հայաստանում էին ապրում, երբ ասեցի գոնե երեխաներին թողնենք այնտեղ, որ մի քիչ ավելի քիչ մտահոգություն ունենանք, ինքը պատասխանեց, ասեց իմ երեխաների արյունը ոչ մեկի երեխայի արյունից ավելի կարմիր չի։ Ես միայն պիտի ասեմ, որ ապագան պետք է կառուցվի Արթուր Մկրտչյանի նախանշած ուղիով։ Եթե մենք շեղվենք այդ ուղիից, պարզապես դատապարտված կլինենք մեր ապագա հաջողությունները մեզնից հեռու տեսնելու։ Իսկապես դա նոր ժամանակների Արցախի համար քաղաքական գործ չի, նոր ժամանակների Արցախի ղեկավարների եւ իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար մի նշաձող է, որին պետք է նաեւ ձգտել։ Արթուրը կամային էր, Արթուրը համարձակ էր, բազմաթիվ ասպարեզներ։